Պատերազմի սպառնալիքներ, որոնք ուղեկցվում են իրական բանակցություններով, ինչ է կատարվում Իրանի և ԱՄՆ-ի միջև կուլիսներում։ Դիվանագիտական աղբյուրների համաձայն, ամերիկա-իրանական բանակցային գործընթացում միջնորդի դեր է տանում Թուրքիան և հնարավոր է հանդիպում այդ երկրում։ Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացնում է, որ աշխարհի ամենահզոր ռազմանավերը Աբրահամ Լինկոլն ավիակրի գլխավորությամբ Իրանի մատույցներում են, Իրանը պատասխանում է, որ հարվածները կհանգեցնեն տարածաշրջանային պատերազմի։ Կիրակի այդ մասին խոսել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, պնդելով, որ ԱՄՆ-ի նպատակը Իրանը կուլ տալն ու նրա բնական պաշարներին տիրանալն է։ Մի բան, որ ըստ Խամենեիի չի հաջողվի իրագործել։ Սակայն եթե Խամենեիի խոսքերը սովորաբար ավելի կոշտ են, ապա կառավարության խոսույթները ավելի մեղմ, հիմնված բանակցային պատուհանի որոնման վրա։ Դրա մասին են վկայում արտգործնախարար Աբբաս Արաղչիի ելույթներն ու հանդիպումները։ Կիրակի CNN-ին տված հարցազրույցում Իրանի գլխավոր դիվանագետը վստահություն է հայտնել, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կարող են համաձայնության հասնել։ Նա անգամ կարճ հեռանկարում է հնարավոր համարել գործարք կնքել միջուկային ծրագրի հարցում, որը կերաշխավորի միջուկային զենքի բացառման սկզբունքը։ Իհարկե, այդ ամենը Արաղչին տեսել է հավասարը հավասարի հետ սկզբունքի հիման վրա։ Իրանական այս ուղերձները լրացնում են ամերիկյան այն տեղեկությունը, թե երկու երկրները ակտիվ բանակցային փուլում են, ինչպես նաև Թեհրանը պատրաստ է գործարքի։ Նախագահ Թրամփի խոսքերը, թե Իրանը ներկայում լրջորեն բանակցում է ԱՄՆ-ի հետ, որոշել է ավելի մանրամասնել ամերիկյան Axios պարբերականը, հղում անելով Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյայի։ Անանուն աղբյուրների համաձայն բանակցային գործընթաց է ընթանում, որի արդյունքում արդեն այս շաբաթ հնարավոր է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆի և իրանցի պաշտոնյաների միջև հանդիպում։ Որպես հավանական վայր պաշտոնյաները նշել են Թուրքիան, ինչպես նաև հաղորդել, որ Իրано-ամերիկյան հանդիպման վրա, բացի Թուրքիայից, աշխատում է նաև Կատարն ու Եգիպտոսը։ Այս տեղեկությունները կարծես հաստատվում են նաև պաշտոնական հաղորդագրությունից։ Արդեն հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի և Եգիպտոսի նախագահների միջև, ինչպես նաև շաբաթ Թեհրան էր այցելել Կատարի վարչապետը, որին ընդունել էր Աբբաս Արաղչին և Իրանի առաջնորդ Խամենեիի ամենավստահելի մարդկանցից Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Բացի այդ, Արաղչին CNN-ին տված հարցազրույցում նույնպես արդյունավետ է համարել բարեկամ երկրների ջանքերը ԱՄՆ-ի հետ երկխոսությանը նպաստելու առումով։ Axios-ի պնդմամբ Թրամփի վարչակազմը դեռևս որոշում չունի Իրանին հարվածելու հարցում։ Գլխավոր հարցերից մեկը, ըստ ամերիկացի աղբյուրի, արդյոք Իրանի հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեին կթույլատրի իր դիվանագետներին գործարքի հասնել, որը կհամապատասխանի ԱՄՆ-ի շահերին։ ԱՄՆ-ի պահանջներից երկուսը հայտնի են։ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք և ուրան հարստացնի, ինչպես նաև կրճատի բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Սակայն ԱՄՆ-ի համար կարևոր է նաև, որ Թեհրանը այլևս չաջակցի երկրի սահմաններից դուրս գտնվող իր պրոքսի ուժերին, տվյալ դեպքում Եմենի հութիներին և այլն։